Ասեք, ֆոն դեր Լայենի այցը Բաքու, հետո Երևան նույն հարթությունում պետք է դիտարկել։ Եվրոպական միության տեսանկյունից այո, որտեղ փորձ է արվում պահպանել հավասարակշռությունը երկու տարածաշրջանային գործընկերների միջև փոխհարաբերություններում, պարզապես յուրաքանչյուրի հետ եղած հարաբերությունների մակարդակում, այսինքն Բաքու այցը բնականաբար իր օրակարգն ունի, որը պայմանավորված է Բրյուսելի եւ Բաքվի միջև հարաբերությունների յուրահատկություններով, որը հիմնականում տնտեսական, էներգետիկ, մասնակիորեն նաև քաղաքական ոլորտում է, իսկ դեպի Հայաստան այցը բնականաբար շատ ավելի լայն օրակարգով, քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական եւ իհարկե արժեքային։ Եվրամիությունը Վրաստանին խաղից հանելն է։ Դե փոխհարաբերություններում կան խնդիրներ, որոնք վերջին շրջանում կարծես թե միտումներ էին տեսնում կարգավորման, բայց կարծես թե կողմից յուրաքանչյուրը պահպանում է դեռևս իր սկզբունքայնությունը եւ եվրոպական միությունն ունենալով այսպես շատ ավելի իրենց տեսանկյունից գուցե էական այլընտրանքներ իդեմս հատկապես Հայաստանի եւ նաեւ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների կարգավորված հարաբերություն, որտեղ մի քանի տարի առաջ Ադրբեջանի հետ եւս կային խնդիրներ, պայմանավորված Ադրբեջանի Արցախում իրականացած քաղաքականությամբ, հիմա կարծես թե դրանք շտկվում են աստիճանաբար։ Այս բանն Եվրոպական միությունը չի ուզում գնա զիջման, այս է հարցը եւ նույնն էլ Վրաստանի պարագայում կարելի է ասել։ Արմեն, ֆոն դեր Լայենի այցից առաջ տեղի ունեցավ հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության վարչապետի հետ, Միշուստինի։ Ինչ որ կապ փնտրել այս։ Կարծում պետք է փնտրել կապ, այնուամենայնիվ, քանի որ հայկական կողմի նախաձեռնությամբ է եղել հեռախոսազրույցը, գուցե թե հայկական կողմից ներկայացվել են օրակարգերը բանակցությունների, հասկանալու համար Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումները, որտեղ փաստացի նաև ֆոն դեր Լայենի հայտարարություններից էլ պարզ դարձավ, որ եթե Հայաստանի համար Ռուսաստանը ստեղծի տնտեսական խնդիրներ, Եվրոպական միությունը պատրաստ է փոխհատուցելու այդ խնդիրները, առաջարկելու իր շուկաները։ Պես որ կարծում եմ մի կողմից ժեստ էր հայկական կողմից Ռուսաստանի ներկայացնելու բանակցությունները, որպեսզի դրանք տարընթերցությունների եւ քարոզչական ինչ ուրեմն այսինքն որ հետո չասեք մենք ինչ ենք այս քայլերը ձեռնարկել։ Այո, կարծում եմ այդպես։ Դե բարձրաբանումներ են երևի թե ստացվել ռուսական կողմից, թե ինչքան է շարունակվելու այս ոչ միանշանակ եւ անհասկանալի դիրքորոշումը ռուսական կողմի, որից հետո երևի թե եղած խնդիրները ավելի լայն օրակարգով ներկայացվել եւ բանակցվել են արդեն Եվրոպական միության ներկայացուցիչի հետ։ Իսկ ինչի է սպասում Ռուսաստանը։ Կարծում եմ համանդրական դատարանի որոշմանն է սպասում, ընտրությունների արդյունքների այսպես վերջնականացմանը ստորել արդեն իրենց դիրքորոշումը կհայտնեն։ Դիրքորոշումը կհայտնեն եւ կկանգնեցնեն տնտեսական սահմանափակումները Հայաստանի հանդեպ, դա արդեն անշրջելի է։ Պայմանավորված թե ինչպիսի, կարծում եմ, պայմանավորված է թե ինչպիսի որոշում կայացնի համանդրական դատարանը։ Դրանով է պայմանավորված, այսինքն տեղ կթողնվի ընդդիմության խաղի համար, եթե ընդդիմությունը որոշի շարունակել քաղաքական պայքարը ոչ խորհրդանական մակարդակում, այլ փողոցում եւ այլ ձևաչափերում, կարծում եմ Ռուսաստանի Դաշնությունը կփորձի դրա համար ձևավորել նոր օրակարգեր, այսինքն շարունակելով տնտեսական սահմանափակումները, դրդելով կամ առաջացնելով նոր բողոքի թեմաներ, խնդիրներ, փորձելով նման կերպ համալրել ընդդիմության շարքերը։ Դեպի Եվրամիություն Հայաստանի գործողությունները թելադրված է ուղիղ ռուսական վարվելակերպով։ Դե բնականաբար։ Հայաստան այս արագությամբ դժվար է Եվրամիության հետ կարողանալ այսպիսի համաձայնություններ ձեռք բերել։ Տեսեք, շատ բացառիկ եւ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար։ Ընդհանրապես աշխարհում փոքր պետությունների համար նման իրավիճակները եւ վտանգավոր են եւ հնարավորություններ են ստեղծում։ Ես որպեսզի ավելի հասկանալի ներկայացնեմ մեզ դիտողներին, տասնամյակներ շարունակ մեծ պետությունների կողմից գծվել են սահմաններ, նաև
ինչպես իրենց միջև փոխադարձ, այնպես էլ իրենց ազդեցության գոտիներում գտնվող փոքր պետությունների միջև։ Հիմա մեծ պետությունների միջև այդ լարվածությունների, հակամարտությունների արդյունքում այդ սահմանները փոփոխվում են։ Եվ դա հնարավոր վտանգավոր է, բայց նա հնարավորություն է ստեղծում փոքր պետությունների համար ընդլայնելու իրենց հնարավորությունը։ Հիմա Հայաստանի համար այդ ուրեմն հնարավորությունը կա դուրս գալու Ռուսաստանի ձևավորած օրակարգերից, դիվերսիֆիկացնելու իր հնարավորությունը։ Ես չեմ ասում, որ չեմ պնդում, որ օրինակ Հայաստանի համար այս պահին միանշանակ բացում է ճանապարհը դեպի եվրոպական միություն։ Ոչ, բացում են հնարավորություններ հայ արտադրողի համար, արտահանողի համար օգտվել եվրոպական շուկաներից, լավարկելու իր արտադրանքը, մրցունակ դառնալու եւ օգտվելու եվրոպական շուկաներից։ Եվրոպական ստանդարտներին մոտենալը ամենահրատապ խնդիրն է։ Եվ նաև առաջին հերթին դրական է նույն հայ արտադրողի համար, որտեղ աշխարհում է դառնում մրցունակ։ Իհարկե, այստեղ կասկած չկա։ Դրա համար շատ կարևոր է հասկանալ, այնինչ հիմա Եվրամիությունը ձեռնարկում է Հայաստանի ուղղությամբ, դա իրավիճակային լուծումներ են, թե պետք է մտածել նաև արդեն հետագայում։ Կարծում ավելի շատ իրավիճակային, բայց սա երկրորդական խնդիր է, որտեղ տեսեք ենթադրենք, եթե լինում էր կայուն աշխարհակաղակական իրավիճակ, այն ստանդարտները, որոնք կան եվրոպական միություն, դրանք հասնելու համար Հայաստանը ինքը պետք է ջանքեր գործադրեր, վարկեր պետք է ձեռք բերեր, դիմեր տարբեր գործընկերների, որպեսզի նրանք աջակցեն, որպեսզի ինքն էլ աջակցեր հայ տնտեսվարողին իր արտադրության որակը բարեփոխելու։ Հիմա այդ աջակցությունը արդեն կա ինքնական կա եվրոպական միության կողմից եւ այս հնարավորությունից չօգտվելը պարզապես միամտություն կլինի։ Հայաստանի հանդեպ այսօր Եվրամիության նույն վերաբերմունքն է, ինչ ժամանակին այդ համեմատությունը իդեպ շատ են անում ժամանակին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի նկատմամբ։ Չեմ կարծում, որ նույնն է, ինչու, որովհետև այնուամենայնիվ թե Մոլդովայի դեպքը մի փոքր այլ է, բայց Ուկրաինայի եւ Վրաստանի պարագայում կար ուղիղ հակամարտություն Ռուսաստանի հետ։ Հայաստանի դեպքում դա չկա։ Հայաստանի դեպքում կա Ռուսաստանի վարկագծով պայմանավորված ռազմավարական խնդիրների առաջացում Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում, ուղիղ կոնֆրոնտացիայի բացակայություն Ռուսաստանի պարագայում, բայց զուգահեռաբար Ռուսաստանի դիրքերի թուլացման արդյունքում Հայաստանի համար նոր հնարավորությունների ստեղծում է, այդպես են բանաձևում իրավիճակը, այսինքն ուղիղ համեմատականը, որը հաճախ փորձ է արվում տանել նաև ներքաղաքական օրակարգում, հա, եւ նաև իհարկե դրսից Ռուսաստանից Հայաստանում իրավիճակը կամ Հայաստանի քայլերը համեմատելով Ուկրաինայի եւ Վրաստանի հետ, դա ես այնքան էլ ճիշտ չեմ համարում։ Եվ բացի այդ կա օբյեկտիվ մի տարբերություն էլ առնվազն, բացի այդ քաղաքական եւ օրակարգային խնդիրները, աշխարհագրությունը Հայաստան Ռուսաստանի հետ ուղիղ սահման չունի։ Եվ այն սպառնալիքները, որ եղան եւ Վրաստանի ու Ուկրաինայի համար, Հայաստանը չեն սպառնում։ Եվրասիական տնտեսական միությունում երևի բացառությամբ Բելարուսը մյուսները բոլորը գնում են Եվրամիության հետ խորացված համագործակցության։ Ղազախստանը փայլուն օրինակ է այդ մասով, վերջերս 10 միլիարդ համաձայնագիր Եվրամիության տարբեր ոլորտներում, ընդ որում այնպիսի ոլորտներում, որտեղ ռուսական ներկայությունը դոմինանտ է այսօր համարվում։ Բայց Մոսկվայի վեճը Հայաստանի հետ է։ Որովհետև Հայաստանը ամենախոցելին է այս պահին։ Ինչով տնտեսությամբ, կախվածությամբ, այո։ Ես բերեցի Հայաստանի օրինակը, հա, ինչպես է սահմանափակումների կամ այդ սահմանների վերացման հնարավորությունից օգտվում Հայաստանը, բայց այս օրինակը ինքը հստակ կերպով կարելի է կիրառել նաև ԵԱՏՄ եւ կենտրոնական Ասիայի հատկապես այն պետությունների նկատմամբ, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության ձևած օրակարգերում, թե ԵԱՏՄ եւ թե ՀԱՊԿ-ում։ Անկամ Ադրբեջանը ճիշտ է նման ուրեմն ներդաշնակում չունի ռուսական տարբեր ձևաչափերի, բայց տարբեր ոլորտներում Ադրբեջանը եւս փորձում է
ուրեմն ազատվել Ռուսաստանից կախվածություններից։ Սա օբյեկտիվ դարձնում է հայկական ապրանքների բացակայությունը հիմա փորձում են լրացնել Ադրբեջանը։ Այո, իրենք, այո, այս դեպքում մի փոքր այլ իրավիճակ է, փորձում են այսպես հաթաթայի տեսքով, հա, տեսեք դուք չեք տա Ադրբեջանը ձեր մրցակից հակառակորդից կգնենք այդ ապրանքները, բայց այստեղ հարցը այլ է։ Այսինքն բոլորը փորձում են օգտվել իրավիճակից, բազմիցս այսպես լեզուները միայն Հայաստանի ուղղությամբ է երկար։ Հա, բայց դա ինչ որտեղ հասկանալի է կարճաժամկետ։ Այստեղ գիտեք մի տարբերություն կա, օրինակ տարբերությունը կենտրոնասիական երկրների, օրինակ նրանք հնարավորություն չունեն Եվրոպական միության անդամ դառնալու։ Հայաստանի դեպքում չնայած հնարավորությունները նվազագույն են, բայց գոնե որևէ մեկը չի հերքում, որ ինչ որ փուլում Հայաստանի համար այդ օրակարգը հնարավոր կլինի։ Նաև աշխարհագրական առումով կենտրոնասիական երկրները չունեն։ Ադրբեջանը ինքը հրաժարվել է, Վրաստանի հետ չկա այս պահին օրակարգ, իսկ Հայաստանին չեն էլ մերժում, այսինքն Եվրոպական միությունից նկատի ունեմ։ Այսինքն գուցե ինչ որ փուլում հնարավոր լինի։ Այսինքն կա Եվրոպական միության հետ առավելագույնս մերձենալու հնարավորություն։ Այս մակարդակում մեր նշած մյուս բոլոր երկրները համագործակցել Եվրոպական միության հետ նման հնարավորություններ չունեն։ Դա որ Հայաստանի նկատմամբ ռուսական կողմի ուրեմն մոտեցումներն ավելի կտրուկ են նաև այս պատճառով։ Հապկում սառեցված են Հայաստանի անդամակցությունը։ Նույնը սպասվում է ԵԱՏՄ-ում։ Եթե չեմ սխալվում, ԵԱՏՄ-ում նման օրակարգ չկա, նաև ինչպես որ հապկում չկար Հայաստանի հայկական կողմը նշում է, որ մեր անդամակցությունը սառեցված է, բայց նման ձևաչափ չկա։ Պարզապես Հայաստանը չի մասնակցում, դուրս չի եկել, բայց չէր մասնակցում ուրեմն հապկ ուրեմն աշխատանքներին։ Եթե չեմ սխալվում, ԵԱՏՄ-ի դեպքում պետությանը ձևաչափից դուրս թողնելու հնարավորություն չկա։ Պետությունները միայն ինքնական կարող են լքել ձևաչափը։ Ես այդպես իրավական կարգավորումներ այդպես էլ քաջատեղյակ չեմ, այդքան էլ քաջատեղյակ չեմ, բայց մամուլում հանդիպել են նման վերլուծություններ։ Ինչ հաշվարկ կար Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման որոշման մեջ։ Հնարավորինս այսպես ուժեղ ապտակել Թուրքիային, շարունակվող հռետորաբանական այս փոխհրաձգության ուրեմն իրավիճակում եւ գուցե նաեւ նման իրավիճակներ էլի եղել, բայց ճանաչման սահմանին չեն այս մակարդակ, այո, չի եղել ճանաչման։ Նայեք, իմ գնահատմամբ վերջին շրջանում ակտիվացել են Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչներ վաճառելու հնարավորության վերաբերյալ խոսակցությունները, եթե ոչ F-35, գոնե թուրքական կործանիչներին ամերիկյան արտադրության շարժիչներ վաճառելու հարցը, իսկ դա շատ կարևոր խնդիր է, ռազմավարական նշանակության խնդիր է Իսրայելի համար, որտեղ Իսրայելը տարածաշրջանում իր առավելությունը եւ նաեւ անվտանգությունը ապահովելու ամենակարևոր պայմաններից սահմանել է օդային գերակայություն ունենալը իր հնարավոր բոլոր հարևանների եւ մրցակիցների նկատմամբ։ Ներկայում այդ գերակայությունը կա։ F-35-երի ամենամեծ խմբակը բայց Վաշինգտոնի շնորհիվ։ Դե հենց այդպես է։ Ես կարծում եմ, որ այս խնդիրը հենց այս պահին ակտիվացել է, քանի որ Միացյալ Նահանգներից կա ուրեմն մի կողմից Իսրայելի հետ հարաբերություններում որոշակի տատանումներ, պայմանավորված Իսրայելի վարկագծով, Իրան, Միացյալ Նահանգներ այս գործարքի հետ կապված, Լիբանանում Իսրայելի դերակատարմամբ եւ մյուս կողմից կա մերձեցում Թուրքիայի հետ։ Հիմա կարծում եմ, որ այս խնդիրն ակտիվացել է Իսրայելի կողմից, որպեսզի այսպես ոչ ուղիղ կերպով, բայց ինչ որ սակարկությունների ձևաչափ ստեղծվի, որտեղ օրակարգում կհայտնվում են բոլոր խնդիրները եւ որտեղ Իսրայելի ճանաչումը չափազանց կարեւոր է, անկախ նրանից թե ինչու է այս պահին Իսրայելը ճանաչում, նեղ քաղաքական շահերով դրդված, բայց Իսրայելի ճանաչումը ինքը կարևոր է հաշվի առնելով նախ որ այդ պետությունը ստեղծած ժողովուրդը եւս
ժամանակին անցել է այդ դառը ճանապարհով եւ մյուս կողմից իսրայելական ուրեմն լոբբիի ազդեցությունը, որը կարող է անհրաժեշտության դեպքում Թուրքիային վատություն անելու համար հայկական հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անընդհատ տարբեր օրակարգեր տեղափոխել։ Այսինքն ճանաչման հանգամանքը միայն Էրդողանին ապտակելու համար չէ։ Ոչ, իհարկե ոչ, եթե այդպես լիներ, տեսեք, Իսրայելը բավականաչափ լուրջ արտաքին քաղաքականություն ունեցող երկիր է եւ մեկ անգամյա այս կարևոր գործիքը որպես լծակը, որպես մեկ անգամյա կիրառման խաղակարգ դժվար թե օգտագործի։ Այսինքն իրենք հստակ ունեն իրենց հաշվարկները եւ նաեւ իհարկե այն հնարավորությունները, որտեղ այնուամենայնիվ մինչև հիմա անգամ կառավարության ճանաչումը չի համարվում ամբողջական եւ վերջնական ճանաչում։ Իսրայելը խորհրդանական պետություն է եւ ճանաչումը վերջնական կլինի, եթե Կնեսետի կողմից ընդունված օրենքով եւ ապա նախագահի կողմից հավանական է, սկզբից հիմա հաջորդ շաբաթ հնարավոր է լիագումար նիստի դրվի, բայց սա շատ կարեւոր հանգամանք է հաշվառնելու այն, որ հաջորդ շաբաթ էլ տեղ ունենալու Թրամփի եւ նրա գլխավորած պատվիրակության այցը Թուրքիա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու։ Հենց այստեղ է, որ կարծում փորձ կարվի այդ բանակցային ընդհանուր հարթակը ստեղծել եւ բոլոր այդ խնդիրները մեկ օրակարգով փորձել մի վարկածել այն է, որ Նեթանյահուի քաղաքական հենարանը պատրաստում է ընտրությունների։ Այո, դա էլ կա, դա ներքաղաքական արդեն հիմնավորումն է, իսկ նրանց Նեթանյահու եւ նրա գլխավորած թե քաղաքական ուժի եւ նաեւ կոալիցիոն գործընկերների վիճակը այնքան էլ լավ չէ այս պահին եւ նրանց համար շատ կարեւոր այսպես հարց է ընդհանուր այսպես եւ բավականաչափ ազդեցիկ թշնամու կերպարի եւ Իսրայել պետության ու ուրեմն Իսրայելի հասարակության այսպես համախմբման օրակարգի ձևավորումը ընդդեմ արտաքին անվտանգային խնդիրների Իրանից բացի դրա կողքին Թուրքիայի որպես այսպես ապագա եւ նաեւ բավական շատ ավելի վտանգավոր հակառակորդի կերպարի ձևավորումը ներքաղաքական խոստում կարծում դրան նպաստելու է եւ կասկածից վեր է որ եթե Իսրայելը ճանաչի ամբողջովին հայոց ցեղասպանություն դա տևական ժամանակ հանգեցնելու է առնվազն ռետորաբանության մակարդակում շարունակական փոխհրաձգության Իսրայել շատ հանգիստ կերպով կօգտագործվի ներքաղաքական խոստում ընտրությունների ընթացքում եւս նախընտրական շրջանում եւս մեկ ուրիշ դեպքում Հայաստանի ողջավորությունը այլ կլիներ քան եղավ ունեք բացատրություն շատ բարձ է դրա բացատրությունը որտեղ դա պայմանավորված չէ որևէ կերպ Իսրայել-Հայաստան հարաբերություններով անգամ Իսրայել-Իսրայելահայ համայնք հարաբերություններով պայմանավորված է Իսրայել-Թուրքիա հարաբերություններով պայմանավորված է Իսրայելում իշխող քաղաքական կոալիցիայի նեղ շահերով եւ որպես այդպեսին ուրեմն մեր ազգային աղետը հերթականական օգտագործում է քաղաքական նպատակներ, որ առնվազն բարոյական չէ, երբ որ խնդրի նկատմամբ Իսրայելից ակնկալվող վերաբերմունքը առավելապես բարոյական եւ իրավական հարթությունում է